Պատվարժան դատարան, նախ այսօր շատ սիրելի ժողովուրդ Վարդանանց տոնն է, մեր հերոսամարտի հաղթանակած հերոսների սուրբերի տոնն է, բոլորիդ շնորհավոր է։ Ուրեմն ինձ համար առավել քան ակնկալելի էր այդ ինչ-որ տեղի ունենում Վահագնի հետ, Արամ Չախալյանի և մինչև հիմա էլ անհասկանալի է։ Ինչպես է պատահում այսպես կոչված արդարադատությամբ ապրող երկրում 18 հոգու նույնական մեղադրանք ստորակետներով անդերձ, բայց տարբեր որոշում։ Սա անհասկանալի է ինձ համար։ Եթե որևէ բանական մարդ կա, որ կարող է բացատրել և հասկացնել, ես պատրաստ եմ ներողություն խնդրելու։ Եթե պաշտպանները կարող են ինձ ցույց տալ գործերի, մեղադրանքների մեջ որևէ տարբերություն, անգամ կետադրական, խնդիր չկա, կընդունեմ, բայց չկա դա, հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում, այո, այսօր պատժվում է ոչ թե Վահագն Չախալյանը, այլ իր ընտանիքը։ Հիմա ինչպես ուզում եք մեկնաբանեք, ինչ կերպով ուզում եք մեկնաբանեք, իսկ դրա հիմքերը կա, Պատվարժան դատարան։ Դրա հիմքերը կան, որովհետև այս վերջին մեկ շաբաթվա մեջ ես անընդհատ խնդրել եմ նախ, որ մեզ հնարավորություն չի տրված և մենք պաշտպանված չենք, ոչ մի կերպով պաշտպանված չենք, մարդիկ անմեղության կանխավարկածներ են խախտում, դատարանի վրայով են անցնում, կներեք, որ այդպես եմ ասում, դատական գործընթացի մեջ գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում, քիչ հետո կկարդամ, հրահանգավորում, ինչ ասեմ, թելադրանք, ուղղակի կամ անուղղակի տեղի անեմ, 3 առաջ որ դա բացահայտվել է։ Մեկ շաբաթ առաջ մարդ, որը հայտնի է մեր հասարակությանը մարդկանց վրա թքելով, Մոսկվայում, այն նախորդը եվրոպական ատյանում, Ստրասբուրգում, սա Մոսկվայում, խոսում է այս դատական ընթացքի մասին, ասելով, որ նիստի մասն է, գործի մասին, ասելով, որ այս մարդիկ մեղադրվում են ոզնիներ գործածելու և այլն, իժի, ոզնիներ գործածելու մեջ։ Մարդ, որը հայտնի հասարակության իր վարկով, մարդկանց վրա թքելու պատճառով, միայն, ուրիշ արժանիք չկա, ոչ էլ կենսագրություն։ Երկրորդ, Պատվարժան դատարան, սրան ոչ մի արձագանք, ոչ մարդու իրավունքների պաշտպան, ակնհայտորեն ոչ դատարան, որևէ կերպով։ Հիմա դուք, ես անցել անգամ էլ ասել, իշխանությունները չեն հարգում այս դատարանը, չեն հարգում։ Այն օրինակը հարցը, երբ ես տվեցի Իգոր Սարգսյանի և Կարո Օկոմուշյանին չբերելու դատարան, ես պատահական չտվեցի պատահական, որովհետև այն ինչ որ տեղի է ունենում մեր երկրում, դրա տրամաբանական շարունակությունը արտահայտվում է դատարանի նկատմամբ, ոչ թե դատարանի նկատմամբ։ Իսկ ինչ է տեղի ունեցել 3 կամ առաջի օրը հանրային եթերում, կարդում եմ Պատվարժան դատարան։ Ոչ ոք չի ասում, ոնց կարող է հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցնի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին։ Սա ասում է մի մարդ, և դրանից առաջ, այո, ասում է, որ սա աշխարհում ռադիկալ իսլամիզմին է նմանեցնում և խոսում է հայ եկեղեցու մասին որպես օտար պետություն պետության մեջ։ Ուղղակիորեն առնչակցելով այս ամբողջ գործընթացին, ռադիկալ իսլամիզմ, անվարումը մեկը ինձ կոնկրետ, այո այդպես է,
ինքը իր վարկով ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջության մեջ։ Մյուս բաները չասեմ։ Մեղադրում է մեզ մի անձ գործական լինելու մեջ, ում խմբակում անունով ազգանունով գործակալ կա, որը չի հերքվել։ Եթե պետք է անուն էլ ասեմ, չի հերքվել ուղղակի։ Մեզ մեղադրում է ասելով, որ ժողովուրդը մերժեց, ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դու ռմբահարեցիր, բանտարկեցիր, ամենավերջին աստիճան խաղաղ ցուցարարներին օտար զավթիչի պես։ Հիմա մեզ մեղադրում է մարդը, մի մարդ, մի մարդը մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, վաճառել, ով բազմաթիվ զոհերի, վիրավորների եւ անհայտ կորածների պատճառ է դարձել, մի մարդ, ում պատճառով իմ երկիրը Հայաստան աշխարհը դարձել է էքսպերիմենտների օջախ, մի մարդ, ով սանձարձակությունն ունի բոլոր առումներով հայ եկեղեցու դեմ արշավի, մի մարդ, ում այս բոլորի համար պարգևավճարի են արժանացել Աբու Դաբիում, մի մարդ, որը պարգևավճարների պաշտամունք ունի։ Այս մարդն է մեղադրում։ Եվ սրան ոչ ոք չի արձագանքում, ոչ մի, ոչ էլ որևէ մեկը։ Փաստորեն մեր երկրում որևէ ձևով որևէ մեկի իրավունքը պաշտպանված չի, որևէ մեկի, ոչ անձնական, ոչ էլ հավաքական իմաստով։ Դա նորից եմ ես վերահաստատում։ Հիմա գամ հարցում անեմ, ռետորական հարցումս գիտեմ, որ չեն էլ պատասխանել։ Հիմա սա միջամտություն է գործին, ուղղորդումը, հրահանգավորումը, թե կոնկրետ փաստ, կոնկրետ հոդվածի մասին է խոսել մարդը։ Կոնկրետ ռադիկալ իսլամիզմ ահաբեկչություն եւ մնացած հանգամանքներ, մարդկանց գնդակահարել։ Ես ամիսներ շարունակ ասում եմ, փաստեք, ինչի մասին է այդ մարդկանց գնդակահարելու մասին խոսակցությունը։ Բացարձակ լռություն, քար լռություն, հարգարժան մեղադրողներ իրենց հերթին ապացույցների բազայից չեն ուզում անգամ անդրադառնալ, որի մասին նաև շնորհակալ եմ մեր պաշտպանին հանցագործության մասին հաղորդումը ներկայացված, չգիտեմ կընդունեն բարույթ չեն ընդունի, դա էլ ուրիշ հարց։ Ամիսներ շարունակ ես պահանջում եմ, որ հրապարակային պատասխանեն գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի ղեկավար եւ այլն, բացարձակ քար լռություն եւ հանկարծ հոդված, ուղղակի հոդված։ Դուք ձևակերպեք ինչ է նշանակում այս բանաձևումը։ Հանրապետության էլեկտրական մատակարարան դադարեցում, սաբոտաժ, երթևեկության կասեցում, մարդկանց գնդակահարելու մասին, ռադիկալ իսլամիզմն էլ նվեր։ Հիմա ինչ ասած, հոդված չի։ Հայաստանի Հանրապետության թիվ 1 պաշտոնյան կամ երկրորդ գոնե ուղղորդողը ինքն է խոսում այս մասին։ Ով պիտի սրա ձեռը բռնի։ Պատվարժան դատարան։ Դուք մեզ ասում եք, այո, եւ իրավացի եք։ Շատ իրավացի եք, ասում եք, քաղաքական տեքստեր մի ասեք եւ այլն։ Եթե իրավական տեքստ չկա ասելու, ինչ տեքստ ասենք բա։ Մեզ ով է պաշտպանելու։ Պաշտպանները գալիս են որևէ կերպով իրավաբանությանը տարածություն չունի իրենց անելիքները։ Մարդիկ կամ սոցիալական աշխատողի կարգավիճակում են, կամ էլ թե չէ ուղղակի քաղաքական տեքստերով ուզած-չուզած հանդես եկող։ Խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, ճակերտավոր ասած, որ այդ ապացուցողական բազայի մեջ ներկայացրեք այս հարցերը, բացարձակ ոչինչ։ Դրա համար էլ պատվարժան դատարան։ Այն մեկը գնում է Ստրասբուրգում է խոսում, այն մյուսը գնում է Մոսկվայում է խոսում, ընդ որում հիբրիդային պատերազմի մեջ մեղադրող Մոսկվային խոսում, այն մյուսը հանրայինի եթերով ուղղակի հոդվածն է կարդում։ Հիմա դուք ուզում եք ինձ ասել, որ ուրիշ կերպ է լինելու։ Ես շատ մեծ տարակույս ունեմ եւ Վահագն Չախալյանի այս դեպքն էլ դրա վկայություններից մեկն է։